Հայաստանում, չգիտեմ, դեմոկրատական ֆորում այդում, մարդամեկնել ելույթ ունենում արդարության մասին, դատական համակարգի մասին, դե ես ուզում եմ մի հետաքրքիր թվեր տեղեկացնեմ, օրինակ, 2018 թվականին համապատասխան ծառայություններից դատարան էր ներկայացվեց 2875 գործ 2018 թվականին ընդ որում նշեմ այդ գործերի մեջ քաղաքական գործեր չկար եթե եղել է ապա գնացել է արդարացման 2018 թվականին 24 թվականին ուշադիր դատարան է ուղարկվել 11223 գործ որոնց արդեն 60%-ն է ունենում քաղաքական եռանդ եւ ուղարկվել է մեղադրանք քննելու եւ ներկայացնելու եւ դատապարտելու համար 2025 թվականի կես տարվա կտրվածքով դատարան է ուղարկվել 6111 գործ 6 ամսվա ընթացքում եթե սեն շարունակվի տարվա վերջ կստանանք մոտավորապես 12-ից 13000 քրեական գործ որոնց արդեն 70%-ն է քաղաքական եռանդ կամ նկարած սարքած գործեր դե հիմա եկեք վերադառնանք 2018 թվականին 2875 գործ իմիջիալոց ասեմ դա եղել է հին իշխանության մաքսիմումը բայց քրեական գործերը այսքան ավելացել է հանցագործությունը Հայաստանում քիչ չի նվազում ծանր հանցագործությունը կարծում եմ որ բոլորիս պարզ է ինչա կատարվում եթե որոշ քննիչներ մասնագիտորեն կարողանում են նկարեն ուրեմն թող չմոռանան մեր մասնագիտության մասին այդ քննիչներին հանգիստ չենք թողելու քանի մենք կանք իրենք հանգիստ չեն ունենալու եւ ոչ մի արդարություն դրան չկա արդարացում չկա մեր մոտ մի հատ այնց ասացված կա ասում է մարդուն լավություն արա եւ գցի ջուրը Իշն ասած որոշ անձանց որոնց այդ 30 տարից ավել ծառայել եմ այնքան լավություն եմ արել որ այդ ջուրը դարել է օվկիանոս ցավում եմ որ ամենամոտիկ մարդկանց եւ ամենաշատ լավություն արած մարդկանց դրանք առաջինն են գնացել ին վրա գրել ցավում եմ ինձ համար դա է ցավալին Ինքը գործը չի Ինչքան են մարդիկ ով որ ինձ նորից եմ ասում 30 տարի հետներ ընկերություն է սարել ու ես եմ իրենց մի քանի անգամ փրկե եւ խնդրեմ իրենք առաջինն են գրել Ցավոք սրտի ես սա ցավում եմ ոչ թե նույնիսկ իմ անձի համար, այլ ցավոք սրտի պետք է ասեմ, չգիտեմ այդ ինչ որ ընդ 4-րդ ռեսպուբլիկա է սարքում։ Եթե 4-րդ ռեսպուբլիկայի այդպիսին պետք է լինեն պագոնավոր եւ թասիբով տղեկը, ապա այդ 4-րդ ռեսպուբլիկան շատ վատ ապագա է ունենալու։ ԱԾ-ի հերոս տնօրենը պատրաստում է ցուցակ, որտեղ ադրբեջանցիներին թե ով է կռվե Արցախի համար։ Խնդրում եմ առաջի անունը իմը գրեք այդ ցուցակի մեջ։ Ես մի անգամ ասել եմ, չէ, որ վերջում թուրքերին տալու են ով է կռվե Արցախում, ով է կռվե թուրքերի դեմ։ Ես դա ասել եմ մի տարի հետո, որ այդ ցուցակը ինքը տալու է։ Հիմա այդ բանակցությունները գնում է։